Շնորհակալ եմ շատ սիրուն ծաղիկներ են։ Մերսի շատ։ Ձեր դպրոցի ծաղկանոցից ձեր դպրոց հաստատ պետք է այցելել։ Ես այս տարի մասնակցեցի առարկական օլիմպիադաներին ու վերլուծեցի դրանց արդյունքները ու հասկացա, որ մրցանակային տեղերը հիմնականում զբաղեցնում են Ֆիզմատ դպրոցի Քվանդ վարժարանի կամ Գյումրու ֆոտոն վարժարանի աշակերտները։ Այդ դպրոցներում գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ աշակերտները պատրաստվում են այդ օլիմպիադաներին։ Մինչդեռ այդ հանրակրթական դպրոցներում այդպիսի օլիմպիական խմբակները բացակայում են։ Ես հնարավորություն ունեմ հաճախելու ԵՊՀ-ում գործող մաթեմատիկայի օլիմպիական խմբակին, քանի որ ապրում եմ Երևանին մոտ, բայց Երևանից հեռու բնակվող աշակերտները դրա հնարավորությունը չունեն։ Ես կարծում եմ, որ արժի ստեղծել հեռավար օլիմպիական խմբակներ, կարելի է ֆինանսավորել Երևանի փորձառու մասնագետներին, ովքեր կվարեն այդ խմբակը։ Խմբակների ու հեռավարի մասով արդեն աշխատանք արել ենք, բայց ինձ թվում է լավ գաղափար է նաև, որ մենք ուսուցիչների հետ կապված ընտրենք նաև մեր Ֆիզմատ դպրոցին, որը որ օլիմպիադաների կազմակերպումը համակարգում է, առաջարկ ներկայացնի ուսուցիչների հետ կապված աշխատանքի, որպեսզի մենք կարողանանք նաև տեղերում ուսուցիչներ պատրաստել։ Անցկացրել եմ կոպել հետաքննություն, բարձրացնել եմ, որ հայ երիտասարդները անգամ ամենափոքր հնարավորության դեպքում ուզում են արտասահմանյան կրթություն ստանան ու մենք այստեղ ունենում ենք ուղեղների մեծ արկապոց, քանի որ այնտեղ սովորած ուսանողների գերակշռող մասը չի ցանկանում հետ վերադառնալ։ Հիմա փորձում ենք այնպիսի մի մեխանիզմ սահմանել, որ անպայման սովորելուց հետո պահանջ լինի վերադառնալ եւ աշխատել այստեղ։ Եվ մենք էլ որպես պետություն պիտի ապահովենք, որ այստեղ լինի մրցունակ կրթություն, այսինքն որ մեր ցանկացած դպրոցում սովորող երեխա իմանա, որ ինքը Հայաստանում կարող է ստանալ այնպիսի կրթություն, որը մրցունակ կլինի ցանկացած այլ երկրի, ցանկացած այլ բուհի համար, ու հենց դրա համար է, որ անում ենք այդ մեծ ծրագիրը ակադեմիական քաղաքի, որտեղ ուզում ենք այնպիսի բուհեր ունենալ, որոնք միջազգային առումով մրցունակ կլինեն, որ մեզ մոտ գան սովորելու ուրիշ երկրներից։ Ինձ հետաքրքրում է, ինչ փոփոխություններ են նախատեսվում միասնական քննությունների համակարգում եւ արդյոք կշարունակվեն կիրառվել շտեմարանները։ Արդեն գիտեք, որ դուք կարող եք ընտրել առարկաներ, որոնք ձեր համար նպատակային ծրագրով կսովորեք, այսինքն մեծ ժամանականակով, եւ ես հույս ունեմ, կարիք չեք ունենա գնալ կրկնուսույցի մոտ։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մենք շտեմարաններ չենք օգտագործում։ Մենք առարկաների թեստերը կազմում ենք առարկայական ծրագրի բովանդակությունից։ Առաջադրանքների բնույթը կարող է փոխվել։ Հիմա կտրվեն հարցեր, որոնք ավելի շատ օգնելու են տեսնել դուք ինչպես եք վերլուծում, ինչպես եք մտածում։ Շատ հետաքրքիր բան կարդացի քո մասին, որ կենսաբանության առարկայի դասագիրք ես գրել։ Դասերի հետ կապված կան տարբեր նկարներ, ինչպես նաև դասերի վերջում ավելացրել եմ QR կոդեր, որոնցով տարբեր տեսահոլովակներ են բացում։ Տեսահոլովակներում արդեն ավելի մանրամասն է դասը ներկայացվում։ Հիմա եթե դու ուզում ես, որ քո գրված այս նյութը դառնա դասագիրք, պիտի ներկայացնես մրցույթին եւ հաղթես։ Շատ ուրախ կլինեմ, որ աշակերտի գրած դասագիրք ունենանք մեր դպրոցում։ Ինձ թվում է կլինենք երևի աշխարհի առաջին երկիրը։